Համաշխարհային տնտեսությունը կաճի ավելի դանդաղ, քան կանխատեսվում էր հունվարին։ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է վճռորոշ պահ քաղաքական փոփոխությունների ֆոնին նոր զեկույցը, ըստ որի նախորդ 3,3-ի փոխարեն 2025-ին սպասում է 2,8% տնտեսական աճ, իսկ պատճառը արդեն մի քանի ամիս քննարկվող ԱՄՆ առևտրային պատերազմն ու մաքսատուրքերն են։ Ընդ որում մեծ նվազում է սպասում նաև Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի աճում։ Նախորդ 2,7-ի փոխարեն այս պահին կանխատեսվում է 1,8% աճ։ Եվրագոտու երկրներում 1-ից 0,8 են նվազեցրել։ Չինաստանում 4,6-ի փոխարեն 4%։ Մասնագետների խոսքով այնպես չէ, թե համաշխարհային տնտեսությունում լավ իրավիճակ էր, բայց այս որոշումը էլ ավելի սրեց այն։ Հիմնադրամի նոր կանխատեսման մեջ ենթադրություններ շատ կան, կարծում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Իրավիճակը կարող է փոխվել կախված նրանից, թե այս 90-օրյա սառեցումից հետո մաքսատուրքերի ինչ մակարդակ սահմանվի։ Էապես կարող է փոխվել հաշվի առնելով, թե հումքային համաշխարհային շուկաներում ինչպիսի իրողություններ կգերակշռեն եւ Չինաստանի հետագա գործողությունները կամ արձագանքը ինչպիսին կլինի։ Ըստ էության, այո, գլոբալ կուրսը գնում է համաշխարհային զարգացման եւ ուրեմն գլոբալ ապրանքային, ֆինանսական ծառայությունների, հոսքերի ընդհանուր տրամաբանությունը փոխելուն եւ դա կարող է ինչ-որ մի պահի հանգեցնել արդեն անկառավարելի գործընթացի։ Մաքսատուրքերն ազդում են մի քանի ձևով՝ տնտեսական աճի վրա, գնաճի վրա, սակայն ուղիղ ազդեցությունից զատ վատթարացումները պայմանավորված են նաև անորոշության վերաբերյալ սպասումներով, ընդգծում է փորձագետ Նարեկ Կարապետյանը։ Եթե հիմնական խաղացողները մինչ ապրիլի 2-յան սցենարում Միացյալ Նահանգները, Չինաստանը, Կանադան, Մեքսիկան եւ որոշ չափով Եվրոպական միությունն էին, ապա ամենամեծ ազդեցություններից մեկը դիտվել էր զարգացող երկրների միջին ցուցանիշների վրա։ Այսինքն ըստ էության այդ շոկը շատ հուժկու ձևով ակնկալվում է, որ տարածվելու է նաեւ աշխարհի մնացած մասի վրա, օրինակ նավթի ու ապրանքային մյուս գներով, ասենք պայմանական պղնձի գնով, որը հետո փոխանցվելու է պղինձ արտահանող երկրներին, կամ ֆինանսական շուկայի պայմաններով դրանց վատթարացմամբ, որը հետագայում փոխանցվելու է աշխարհի մնացած երկրներին։ Հայաստանը եւս այս վերանայումներից զերծ չի մնացել։ Մեր երկրում հունվարյան կանխատեսման 4,9-ի փոխարեն այս տարի սպասում են 4,5% ՀՆԱ-ի աճ եւ 3,2% գնաճ։ Տնտեսագետների գնահատմամբ մի քանի գործոն է սրա վրա ազդել։ Դրանցից առաջնայինը հանքահումքային ապրանքների շուկաներում արձանագրվող նվազումն է եւ քանի որ Հայաստանի պարագայում եկամուտի մի նշանակալի հատված գեներացվում է էլի հանքահումքային արտադրանքի արտահանումից, մասնավորապես պղնձի ուրեմն արտահանումից այստեղ, այո, պղնձի գների նվազումը, որը որ վերջի մի քանի օրին արձանագրվում է, դա կարող է էլի տնտեսական աճը դանդաղեցնող հանգամանք հանդիսանալ, նաև այսպես շարունակվող անորոշությունը հիմնական առևտրային գործընկերների պարագայում։ Բայց մյուս կողմից, քանի որ ԱՄՆ-ի հետ Հայաստանը խորը առևտրատնտեսական հարաբերություններ չունի, սա կարող է նաև որոշակի հնարավորություններ բացել, կարծում է Քթոյանը։ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի դեպքում ավելի շատ պայմանավորված են տնտեսական ներկայիս միտումներով։ Համաշխարհային տնտեսության դանդաղումները իրենց հերթին կարող են փոխանցվել Հայաստանի վրա եւ միանշանակ փոխանցվելու են, սակայն պետք է նկատել, որ վերջին տարիներին այս փոխանցման մեխանիզմը որոշակիորեն փոխվել է, հաշվի առնելով, որ մենք տարածաշրջանային տնտեսական համակարգի շոկերի ազդեցություն ենք ավելի շատ կրել, այդ թվում Ռուսաստանից ներհոսքերի։ Մասնագետների կարծիքով հիմնադրամի գլխավոր ազդակը երկրներին այն է, որ պետք է խուսափել արտաքին առևտրի քաղաքականության մեջ անորոշություններից, կտրուկ ցնցումներից եւ հիշել, որ գլոբալացումից ու համաշխարհային առևտրից օգտվել են բոլորը։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։